Միշտ մարդը լեզվի սայթակում է ունենում, ես էլ սխալվեցի, կներեք այդ սխալի համար, ես ասացի, որ սա առաջի անգամն է, որ հայ ժողովուրդ իր հաղթանակը տոնում է, մենք բոլորս գիտենք, որ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը հաղթել են, առաջի դարին Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, ես բարձրապես ասում, որ այս անգամ պարոյական չի մնալու հաղթանակը, այս անգամ հաղթանակը լինելու է իրական և պատկանելու է մեր պայքարին, մեր ժանապարհին, մեր ժողովրդին։ Հիմա ձեր կարծիքը հարցնենք, ուզում եք մի ժամվա հանրավակ, թե մի քիչ երկար դեպի, ոնց է։ Պատրաստ եք երկար մնալ։ Պատրաստ եք մնալ մինչև հաղթանակ։ Ուրեմն, այսօր ժամը 6-ին ես նորից կմոտենամ այս խոսափողին և կխոսեմ այն հանդիպման մասին, որ ես առաջարկեցի գործող և արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինքը իր խոսնակի միջոցով այսօր ինչ-որ ինձ մեսիջ է ուղարկել, ես դրան կպատասխանեմ, բայց ուղիղ, ժամը 6-ին, իսկ ժամը 6-ին, ես երկու խոսք ասեմ, մեզ կմիանա ժառանգության մեր պատգամավորական հպարտության խումբը, Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, այսօր դաշնակցությունը հայտարարություն արեց, եթե ուզում է դաշնակցությունը, եթե բարգավաճը կա բարգավաճը, և ով հայ մարդ է, ով որ քաչ է կլի այսօր, մինչև հաղթանակ։ Պայքար մինչև հաղթանակ։